Վարդես Շանթ Գյումրիի եթերում հորիզոն լրատվականն է, հորիզոնը շարունակում է աշխատել հատուկ ռեժիմով։ Ընտրական իրավունք ունեցող Հայաստանի քաղաքացիներն ընտրում են 9-րդ գումարման ազգային ժողովը։ Խորհրդարանական ընտրությունների մասնակցում են 18 քաղաքական ուժ, որից 16-ը կուսակցություններն են, 2-ը դաշինքները։ Քվեարկության մեկնարկից անցել է արդեն 6 ժամ ազգային ժողովի հերթական ընտրությունների համար։ Հայաստանի ամբողջ տարածքում բացվել է 2005 տեղամասային կենտրոններ, որից 9 քրեակատարողական հիմնարկներում են։ Իսկ Հայաստանը բաժանված է 38 ընտրատարածքների, որոնց աշխատանքները համակարգում են այդքան թվով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները։ Օրինակ Շիրակի մարզը բաժանված է 4 ընտրատարածքի՝ 30, 31, 32, 33։ Ըստ այդմ նախընտրական, ինչպես նաև ընտրական գործընթացները տեղամասային հանձնաժողովների աշխատանքն ամբողջությամբ համակարգում են 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները։ Ամբողջ մարզում բացվել են 220 ընտրական տեղամասեր։ Թիվ 30 ընտրատարածքը սահմանատարածքի ընդգրկում է Աշոց, Կամասյա և Մասնակի Ախուրյան խոշորացված համայնքները, ունի 63 ընտրատեղամաս։ Իդեպ տեղամասերի այլ ոչ ընտրողների թվով ամենամեծ ընտրատարածքն է համարվում թիվ 30-ը։ Թիվ 31 ընտրատարածքում Գյումրին է 58 տեղամասային կենտրոններով, բայց ընդհանուր հաշվով հանրապետության երկրորդ քաղաքում բացվել է 82 ընտրատեղամաս։ Ըստ այդմ թիվ 32 ընտրատարածքում տեղամասերի թիվը 44-ն է, 28-ը Գյումրիինն է, մնացածը Ախուրյան խոշորացված համայնքինը, որը ևս տեղամասեր ունի թիվ 30 ընտրատարածքում։ Թիվ 33 ընտրատարածքը Արտիկի և Անի տարածաշրջաններն են ընդգրկում, երկու խոշորացված համայնքները միասին ունեն 58 ընտրատեղամասեր։ Մարզի 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները համակարգում են ընդհանուր 220 ընտրատեղամասերի աշխատանքները։ Մարզում ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների ընտրողների թիվը 209,519 է։ Ներկայացնենք առանձին Գյումրին։ Մեր քաղաքում հիշեցնենք ևս մեկ անգամ 82 ընտրատեղամաս է բացված, բայց ընտրական գործընթացը Գյումրիում համակարգում են թիվ 31 և 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները։ Համապետական ընտրությունների ժամանակ Գյումրիի տեղամասերի սահմանատարածքներն այսպես բաժանված են։ Գյումրիի մեկ միասնական ընտրատարածք է դիտարկվում միայն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։ Հիմա 58 տեղամասեր թվով 31 ընտրատարածքներում է, 28 տեղամասերը թիվ 32-ում։ Գյումրիում ընտրողների թիվը ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների 111,236-ն է։ Արդեն 6 ժամ է քվեարկություն է ընթանում հանրապետության 2005 ընտրատեղամասերում, 220 ընտրատեղամասերը Շիրակի մարզում, արդեն ժամը 14-ի դրությամբ հայտնի են մասնակցության ցուցանիշներս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների։ Թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որն ունի 63 տեղամաս, արդեն քվեարկությանը մասնակցել է 9100 ընտրող, սա կազմում է ընդհանուր ընտրողների թվի 34,4%-ը, թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որ Գյումրիից ունի 58 տեղամաս, արդեն 58 տեղամասերում քվեարկության մասնակցել է 23453 քաղաքացի, դա կազմում է ընտրողների 29,2%-ը։ Թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 44 տեղամասերում ընտրության գնացել է արդեն 14561 ընտրող կամ 30,4%-ը, այստեղ թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում հանձնաժողովի տեղամասերում հաշվառված ընտրողների թվի։ Թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որն ունի 55 տեղամաս, ընտրության մասնակիցների թիվը արդեն 18504-ն է, սա կազմում է մոտավորապես 34,9%-ը, սա Շիրակի մարզի առանձին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալներն են ըստ տեղամասերի, իսկ ընդհանուր Շիրակի մարզի մասնակցության ցուցանիշը սպասում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցուցանիշի հրապարակմանը սպասում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովից, իսկ ընդհանուր առմամբ նախորդ ընտրություններում 2021 թվականին Գյումրին առանձնացնելով նշենք, որ մասնակցության ցածր տոկոս է գրանցել, այս դեպքում այս պահի դրությամբ նշվում է, որ Գյումրիում աննախադեպ ակտիվության է ընտրության մասնակցության։ Այսօր առավոտյան ոստիկանների ուղղակցությամբ քվեարկության է գնացել տնային կալանքում գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապայանը։
Նա Շիրակի թեմի առաջնորդարանից քայլելով հասել է իր ընտրատեղամաս, որը տեղակայված է Գյումրիի տիկնիկային թատրոնում։ Եկեղեցու սրբազանին ուղեկցում էին բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ողջունում էին օրհնություն ստանում, մաղթում առողջություն եւ ազատություն։ Կատարելով իր ընտրությունը, մոտենելով քվեատուփին, թեմի առաջնորդը բարձրաձայն ասել է հանուն Հայաստանի Հանրապետության։ Քվեարկությունից հետո նա ոստիկանների ուղեկցությամբ շարժվել է Սուրբ 7 Վերք եկեղեցի, որտեղ մատուցվում էր կիրակնօրյա պատարագ։ Հանուն Հայաստանի Հանրապետության Աստված պահապան փոխել։ Բոլոր բարին Աստվածի կատարած է։ Հայաստանի Հանրապետությունում տնային կալանքում գտնվող 922 անձից 869-ին ունեն ընտրելու իրավունք, այս մասին իրազեկում են Հայաստանի Արդարադատության նախարարությունից։ Ժամը 12:30-ի դրությամբ ընտրությանը մասնակցելու ցանկություն էր հայտնել 434 անձ, նրանցից արդեն քվեարկել է 205-ը։ Պրոբացիայի ծառայության կողմից կազմակերպվել է եւ իրականացվում է տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումը համապատասխան ընտրատեղամասեր օրենքով սահմանված կարգով։ 31-44 ընտրատեղամասի ընտրողների ակտիվություն է նկատվել առավոտից 1297 ընտրող ունեցող տեղամասում, որը տիկնիկային թատրոնի շենքում է բացվել, ըստ հանձնաժողովականների, անգամ թիմ ընտրություններում այսպիսի ակտիվություն չի ունեցել։ Քվեարկության գործընթացի վերաբերյալ տեղամասում գտնվող դիտորդներն ու վստահված անձիկ դիտարկումներ չեն ունեցել։ Համեմատ այս տեղամասի ընտրողների փոքր թիվ ունի թիվ 20 հիմնական դպրոցում բացված 32-22 ընտրական տեղամասը 450 ընտրող ունի։ Ընտրական իրավունք ունեցողների թվով պայմանավորված տեղամասային կենտրոնում տեղադրվել է 1 քվեատուփ եւ 1 քվեախցիկ։ Ամենաշատ հանդիպող հանձնաժողովի բացատրության անհրաժեշտություն ունեցող հարցը քվեարկության քայլերին են վերաբերում, որոնց ընտրողների մեծ մասն անտեղյակ է։ Հիմնականում արձանագրություններ են կազմում տարեց ընտրողներին քվեարկելիս օգնություն տրամադրելու մասին։ Մարդիկ իրազեկվել են, բայց երբ որ արդեն ընտրատեղամաս են հասնում, մի քիչ արդեն շփոթմունքի մեջ են ընկնում, այդ իսկ պատճառով մենք իրենց օգնում ենք, օգնություն ենք ցուցաբերում, բացատրելով կարգ ընտրական։ Կախված է մեծամասամբ տեսողության հետ, փոքր հաշմանդամություն ունեցող մարդիկ են, որոնց էլի խնդիր չենք տեսնում, գրանցվում են, իրենց օգնողները օգնում են, իրենց պարտքը կատարում են։
Մենք ընտրատեղամասում ենք վաղ առավոտից, որպես ԵԱՀԿ-ի միջազգային դիտորդներ։ Մեզ նման շուրջ 100 միջազգային դիտորդներ այսօր շրջում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում։ Այցելում են տարբեր ընտրատեղամասեր, հետևում ընտրական գործընթացին։ Մեր առաքելությունն է դիտարկել ընտրությունների ընթացքը, արձանագրել հնարավոր խախտումներն ու խոչընդոտները, ինչպես նաև գնահատել ընտրական գործընթացի կազմակերպումը։ Մեր դիտարկումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կներկայացնենք վաղը ընտրությունների ավարտից հետո Երևանում։ Ընտրողների քանարներն հարցրեցին հաշմանդամների մարջելության համար, որ ունենք մեր հաշմանդամը մեկավնդրես կնած, իրանք էլ տեսան սայլակով։ Թե քարտակայցում կա, որ հա, ասիկ մարջելի տեղամասը։ Դարձյալ հիշեցնենք, որ քվեարկության ընթացքում գրիչ չի օգտագործվում, ընտրողն իրեն նախընտրած կուսակցության կամ դաշինքի քվեաթերթիկն առանց ծալելու տեղադրում է ծրարի մեջ, իսկ չօգտագործված քվեաթերթիկները լցնում քվեախցիկում տեղադրված արկղի մեջ, իսկ եթե ծրարում տեղադրվի մեկից ավելի քվեաթերթիկ, ապա քվեաթերթիկը կհամարվի անվավեր։ Հիշեցնենք, ընտրությանը մասնակցում է 18 քաղաքական ուժ, 16 կուսակցություն և 2 դաշինք։ Քվեաթերթիկների տրցակից բացակայում է 13 համարի քվեաթերթիկը, որովհետև այդ համարի ներքո եղած քաղաքական ուժը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Ընտրողը տեղամասում ստանալու է 18 քվեաթերթիկ և ընտրողը իրավունք չունի հրաժարվել վերցնել քվեաթերթիկներից որևէ մեկը, այսինքն պետք է ստանաք 18 քվեաթերթիկ։ Տեղամասային կենտրոններին հարող մինչև 50 մետր շարավող տարածքներում արգելվում է խմբերով հավաքվել, իսկ մուտքերին հարակից հատվածներում չի թույլատրվում տրանսպորտային միջոցների կուտակում ընտրական գործընթացի բնականոն ընթացքը ապահովելու նպատակով։ Եվ վերջում նշեմ, կենտրոնական ընտրական հանձնաժողովից քիչ առաջ ստացված տվյալները, իհարկե ժամը 14-ի դրությամբ հանրապետությունում ընթացող քվեարկության մասնակցության ակտիվության մասին։ Ժամը 14-ի դրությամբ արդեն հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է 280,600 քաղաքացի։ Այսքան այս ժամի համար հորիզոնին հետևեք, մենք աշխատում ենք հատուկ ռեժիմով, հաջորդ եթերաժամը ժամը 16-ն է։ Բաժանորդագրվեք Շանթ Գյումրի YouTube ալիքին, սեղմեք հավանելու կոճակը և միացրեք զանգակը ամենօրյա հավաստի օպերատիվ լրատվությանը ծանոթանալու համար։